Սենց այսօր ես կցանկանայի կիսվեի մի հայտնությունով, որը շատ տարիներ իմ սրտի մեջ է եւ 15 տարի առաջ տեսիլքով մի բան ես տեսա, որ սկզբից ես չհասկացա եւ սա հիմա իրականություն է։ Ես այսօր ուզում եմ խոսեմ վերջին օրերի մասին եւ դա շատ կարեւոր է, որպեսզի մենք իմանանք ինչ է լինելու եւ ոնց է լինելու վերջին օրերում։ Այսինքն, որին մենք իրականում մոտենում ենք մինչեւ Քրիստոսի գալուստը։ Եվ այսպիսով մենք պետքա պատրաստենք մեր անձը եւ մենք պետքա պատրաստվենք ինչ ենք անելու եւ ոնց ենք մենք անելու, ոնց ենք մենք շարժվելու։ Որովհետեւ եթե դու գիտես, դու ունես իմաստություն, շատ բաների կհասնես։ Գիտեք, խոսելով վերջին օրերի մասին, ես ինքս ապաշխարել եմ 88-ի վերջին, 89 թվականին եմ ապաշխարել, Աստծուն եկել, եւ այդ օրերից ես լսել եմ վերջին օրերի մասին եւ միշտ լսել եմ այսպիսի բաներ, որ մեզ պատրաստում են սպանել, սովա լինելու, մահատարաժամեր լինելու, մահատարաժամ նշանակում է երիտասարդ մահեր են լինելու ահավորված ժամանակաշրջաններ եւ սա վերջին օրերն է եւ մենք սպասում ենք իհարկե սովին, պատերազմներին, իհարկե գրված այնտեղ ազգի վրա դուրս կգա թագավորության վրա եւ մենք միշտ ունենք այդ սպասումները, որ շուտով այդ ամեն ինչը տենց լինելու եւ իհարկե մի մեծ խումբ եկեղեցականներ, եկեղեցիներ սպասում են դրան, բայց մենք պետք է նկատենք, որ Աստծո խոսքը ինչ ասում, որ դա սկիզբն է վերջին օրերի եւ եթե դա սկիզբն է, բա որն է վերջը, վերջին օրի վերջը որն է։ Գրված է, որ շատ նման է Նոյի օրերին եւ Ղովտի օրերին, մարդիկ ուտում էին, խմում էին, ամուսնանում էին, մարդի էին գնում, կին էին առնում, շինում էին, տնկում էին եւ այդ ժամանակը գա Տիրոջ գալուստը։ Պարզվում է, որ սպասվում ավելի կոմֆորտով ժամանակաշրջաններ, ինչ որ շատ բաներ փոխվելու են այս աշխարհում։ Մենք չպետք է սպասենք պատերազմներ, որովհետև պատերազմների ժամանակաշրջանում մի քիչ մարդիկ ուրիշ ձև են լինում։ Օրինակի համար ես մարդ եմ եւ իհարկե դուք շատերդ, բոլորդ համարյա հայ ժողովուրդը մեր, մենք վերապրել ենք պատերազմներ, երկու պատերազմ ես ինքս եմ վերապրել։ Իհարկե կան հիմա երիտասարդ ծերունդներ, որ առաջինը չեն տեսել, առաջի պատերազմը երկրորդն միայն տեսել, բայց երկու պատերազմ տեսնելուց ես տեսել եմ երկրաշարժ, ես տեսել եմ հեղափոխություններ, գիտեք այդ դժվար ժամանակաշրջաններում մարդիկ ավելի համախմբվում են եւ մարդիկ ավելի աղոթում են, Աստծուն են մոտենում։ Պատերազմի ժամանակ երևակայ բոլորն են աղոթում։ Ես Հայաստանում տեսել եմ պատերազմ, ես տեսել եմ հեղափոխություն, ես Հայաստանում տեսել եմ սովի ժամանակաշրջան, ես տեսել եմ տառապանքի ժամանակ, երբ որ լույս հույս չկար, հետո տեսել եմ նորից հեղափոխության ժամանակ, տեսել եմ նորից պատերազմական ժամանակներ։ Իհարկե շատ բաներ, որ մենք անցել ենք եւ այդ բոլոր ընթացքի մեջ մարդիկ Աստծուն էին խնդրում, մարդիկ պարզապես աղոթում էին եւ հավատքը բարձրանում էր։ Եվ ես տեսնում եմ այդ ժամանակները մարդկանց կյանքում մի բան կատարվում է, որ ավելի շատ ձգտում են դեպի Տերը։ Բայց գիտեք, գալիս է ժամանակաշրջան, որ մենք մի քիչ ուրիշ է պետքա մտածենք։ Ինչքանով մարդը Աստծուն կգա, եթե իրականում իրան տաս ասենք թե մեր կենտրոնում մի հատ հրաշալի բնակարան, շատ թանկանոց բնակարան, ներքևը կանգնած լինի իր նոր մեքենան եւ ունենա շատ գումարներ ծախսելու համար, հարց ծագում, ինչքան ժամանակ իրան կաղոթեն այդ ժամանակ։ Ես իհարկե գնահատում եմ մարդկանց, ովքեր հասել են մեծ բաների, դրա հետ միասին նրանք աղոթող են, Տիրոջ խոսքը լսող են, դա իրականում մեծ բաներ է, որ հասել են։ Դրա համար այսօր ես կցանկանայի մի քիչ խոսել, թե ինչ է կատարվելու, որպեսզի մենք պատրաստ լինենք հաջողության ժամանակ ոնց պետքա երկրպագենք Տիրոջ եւ ոնց պետքա գանք։ Մեր ազգը սովորել է դժվարության ժամանակ ոնց գալ Տիրոջը, բայց եկեք խոսենք մի քիչ, երբ որ արդեն հաջողություն կլինի, կոմֆորտ կլինի, տնտեսական կբարձրանանք, այդ ժամանակ ինչքան ժամանակ պետք է աղոթենք եւ ոնց պետքա գանք Տիրոջը։ Եվ ընդհանրապես մի քիչ նկարեմ վերջի ժամանակները ոնց է լինելու եւ 15 տարի առաջ ինձ մի տեսիլք ես տեսա, որ տեսիլքը դրանում էր, դա անգամ 15 տարուց առաջ էր դա, որ երկիչներ չեն լինելու, երկիչներ ընդհանրապես չեն լինելու, որ մարդանման ռոբոտներ ես տեսա, որ իրանք երկիչ են, որ իրանք դերասան են, որ իրանք տարբեր բաներ են անում եւ իհարկե շոու են անում։ Ես անգամ երկիչներին, որ այդ ժամանակ ես ծանոթ էի, ասեցի, որ գիտեք գալու է ժամանակ, որ ձեր տեղը ռոբոտներն են երկելու, այսինքն մարդիկ եւ մարդիկ վճարելու են գնան ռոբոտներին լսելու։ Ես չի պատկերացնում, որ դա այդքան մոտիկ է լինելու։ Անգամ ասում եմ մեքենաների մասին ոնց է լինելու, ինչ է լինելու եւ հիմա դա շատ մոտիկացել է եւ լինելու է։ Եվ մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Ուրեմն, որպեսզի պատրաստեմ այս քարոզը,
ես շատ լսեցի Իլոն Մասկի ելույթները եւ նույնպես լսեցի մարդկանց, ովքեր արհեստական բանականությունը ստեղծել են, այդ մարդկանց խումբը, ստեղծողին լսեցի, իրանց մտածելակերպը եւ շատ բաներ հասկացա, թե ինչա լինելու։ Եվ այսպիսով Իլոն Մասկին հարց են տալիս եւ ասում են. ինչու դուք շատ լավ հեռախոսներ չեք ստեղծում, որտեղ Starlink-ը, որ իրանք ունեն, ասենք թե 24 ժամյա ինտերնետը, որը գոյություն ունի, դա ոնց որ ասած օգնում է ունենալ ամենալավ հեռախոսը եւ Իլոն Մասկը հետաքրքիր մի բան ասաց հասկացեք մենք չենք պատրաստվում մարդկանց նոր հեռախոս տանք մենք պատրաստվում ենք մարդկանց հեռախոսից ազատագրենք եւ ինձ համար դա զարմանալի էր լսել հեռախոսից ազատագրել բայց ինչ է լինելու տեղը նա ասաց հեռախոսը արդեն հին է այդ ամեն ինչը ձեռքդ բռնած գնաս եւ կգա ժամանակ տարիներ կանցնեն որ ձեր երեխաները նկարի մեջ ձեռք ցույց կտան ձեզ ու կասեն այդ ինչ է քո ձեռքը դուք ասես հեռախոսը սրանով մենք նկարում ենք սրանով մենք ամեն ինչ սրանով ենք անում եթե տունը մոռացանք ամեն բան կորում էր եւ ձեզ վրա կծիծաղեն որ դուք այդքան հին եք որ ձեր ձեռքը այդ հեռախոսը կա որովհետեւ գալու է նոր ժամանակաշրջաններ ոչ նոր ժամանակաշրջան որ մարդու մտքի մեջ արդեն այդ հեռախոսը գործելու է այսինքն զանգում ես մտքով արդեն խոսում ես իհարկե շատ այնինչ որ իրանք առաջարկում են սա ոնց որ ասած կոպիան է ինչ որ երկնքում արդեն գոյություն ունի ես երբ որ երկնքում լսում եի մարդկանց վկայությունները թե ոնց են խոսում մեկ ասում էր այնտեղ ես մտքով հարց է տալի արդեն ինքը պատասխանում ես մտքով հասկանում եմ նրանք ուզում են հասնեն դրան չգիտեմ ինչքանով կհասնեն դրան բայց մարդիկ ձգտում ունեն հասնելու դրան եւ իհարկե նրանք ինչ են առաջարկում որ արհեստական բանականությունը կարող է ամեն բան անի ամեն բան ստեղծի եւ իհարկե շատ մարդիկ իհարկե անգործ կմնան հիմա մի քիչ հետո դրան էլ կհասնեմ Ուրեմն նրանք մտածում են, իսկ ինչու օրինակ համար նստես ֆիլմ նայես, չէ՞, դու կարող ես նայես, ես ուզում եմ նայեմ ֆիլմ Հռոմի կայսրության ժամանակ, որ ես ինքս գլադիատոր եմ, ես հաղթող գլադիատոր եմ, ես սիրավորում եմ իմ կնոջ վրա, իմ կին այնտեղ նստած նայում, եւ այդ ֆիլմը կնկարվի ուղիղ 5 րոպե հետո դու կնայես այդ ֆիլմը, դու կդիտես այդ ֆիլմը քո ներկայությամբ, որ դու ես գլխավոր դերում իրականում։ Դու կարող ես ստեղծես քո երկացանկը, ես ինքս տեսեք երաժիշտ չեմ ով որ ինձ ճանաչում է գիտի որ ես երաժիշտ չեմ ես երգ լսող չեմ ես երգ գրող չեմ ես անգամ կարող եմ փորձեմ երգել բայց ես երգիչ էլ չեմ բայց ես սիրողական ես սիրում եմ երգեր լսել գիտեք շատ անգամ ասենք թե վերցնում ես ինչ որ երգիչների մի երգը լավն է մյուս երգը լավը չի եւ այսպեսով ես վերցեցի հին երգերը բարերը վերցեցի եւ արհեստական ինտելեկտի միջոցով ես ստեղծեցի իմ երգացանքը։ Հիմա եթե դուք ինձ հարցնեք, ասեք, ինչ երգեր ես լսում, ես ասում իմ երգերը, որը ես եմ ստեղծել, ում միջոցով, արհեստական բանականության միջոցով ես ստեղծել եմ իմ երգերը եւ դրել եմ ոճը, իհարկե բոլորը գիտեն դա ոնց անում, դա նոր բան չի, ես դրել եմ իմ սիրած ոճը, այդ բառերը դրել եմ եւ ստեղծել եմ այդ երաժշտությունները։ Ես 20 երգը ստեղծել եմ մոտավորապես 1 ժամվա ընթացքում եւ հիմա մեքենայի մեջ որ գնում ես լսում եմ իմ երգացանը, ես չեմ լսում էլ ուրիշի երգացանը, ես լսում եմ իմ երգացանը եւ այսպիսով լինելու է այդ ամենը որ կա լինելու այդպես մարդկանց մտածելակերպը իրականում փոխվելու է լինել ֆիլմերը լինեն ասենք թե երգերը տարբեր բաներ իհարկե մեքենաները ղեկ չեն ունենալու մենք ապրում ենք վերջի ժամանակաշրջանում երբ որ մեքենաները ղեկով են լինում կգա ժամանակ դուք կտեսնեք որ ես ճիշտ եմ ասում որովհետեւ ինչի է պետք այդքան ոստիկան պահել այդքան կամերաներ պահել եթե մեքենաները եթե ղեկ չունենան իրանք sense տնենց խախտումներ չեն կատարի եւ եթե ինչ որ մեկին ուզենան ձերբակալեն ասենք թե ինչ որ պետք չի ոստիկանը կամ քննիչները գնան նրան որոնեն պարզապես մեքենան կգտնեն թե որտեղ է քո մեքենան քեզ բլոկ կանի եւ ինքը իրան կգնա ոստիկանություն եւ կհանձնի քեզ ոստիկանության ծիծաղալու է բայց դա մոտենում այդ ժամանակը լինելու է եթե ասենք թե վարձդ մեքենայի չմուծեցիր կամ ինչ որ վարձ չմուծեցիր մեքենատ կգնա կարոտ կարտանաս տեսես նա չկա հետո կհավաքես փողը գումարը կմուծես մեքենատ հետ կվերադառնա դու կարող ես ծիծաղել բայց դա մոտիկ է եւ դա մոտիկանում է գիտեք նույնպես լինելու են մարդիկ ովքեր տունը ծառայություն են անելու ռոբոտ մարդիկ են լինելու տունը ծառայություն անելու ասենք թե ծրագրավորելու ես իրեն հեռախոսից այդ որ դու ուզում ես օրինակ համար բորշ ուտես կամ խինկալի ուտես ասենք թե կամ չգիտեմ
հարիսա ես ուզում ուտես, եւ այդ ռոբոտը կսարքի քեզ համար քո սիրած կերակուրը, դու տուն կգաս եւ կուտես այդ կերակուրը։ Հիմա դուք մտածում եք սա ֆանտազիայի ժանրից է եւ ոչ իհարկե, դա ամեն ինչ մոտիկ է եւ դա դու շուտով կտեսնես։ Ռոբոտները լինելու են տունը, լինելու են ամենտեղ։ Գիտեք ինչն է հարցը, որ մենք սովոր ենք ապրել մարդ մարդու հետ միասին մենք սովոր ենք ապրել, բայց մենք սովոր չենք մարդ ռոբոտ մարդ ապրելու։ Մենք դրան պետք է սովորենք։ Այսօր ունենք երկու ճանապարհ, կամ կասենք մենք դրա հետ գործ չունենք որպես եկեղեցի, կամ էլ մենք կսովորենք ռոբոտների հետ աշխատել եւ նրանց իրականում վարժացնենք եւ նրանց օգտագործենք որպես զենք, բայց ոչ թե մեկը, որ մեզ կառավարում է։ Գիտեք, անգամ որ ես նկարվում եմ, իհարկե սա տեխնոլոգիայի միջոցով է ու առաջ հնարավորությունը չկար, որ ես այստեղ խոսամ, Միացյալ Նահանգներում, դուք այդտեղ Հայաստանում ինձ լսեք։ Տեխնոլոգիայի միջոցով մենք կարող ենք հասել ենք այս սրան։ Հիմա հարց է ծագում, եթե դու դանակ ունես, կարող ես հաց կտրես, կարող ես մարդ սպանել, եկեք օգտագործենք իհարկե այդ ռոբոտներին, որպեսզի մեր կյանքը ավելի հեշտանա։ Հիմա կմտածես, իսկ ինչ վատ բան կա դրա մեջ։ Առայժմ դեռ վատ բան ես չեմ տեսնում, ես ինքս ուրախ կլնեմ, երբ որ արթնանամ, տեսնեմ իմ տունը մեկը հավաքել է, ինչ որ տանտունը հավաքած է, ճաշերփած է, եւ մարդիկ ավելի շատ մեծ ժամանակ կունենան ծառայություն անելու, իհարկե Աստծուն ծառայելու եւ մեծ գործեր անելու համար։ Ես տուն օրինակ փոշեկուլ ունեմ, պիլասոս ունեմ, փոշեկուլ ունեմ եւ նա արդեն ռոբոտացված է։ Մենք մեր հեռախոսով հրաման ենք տալիս, ինքը դուրս է գալի, տունը հավաքում է։ Եվ գիտեք, շատ մարդիկ ասում են կգա ժամանակ ռոբոտները կհարձակվեն մարդկանց վրա, կարող է եւ ոչ, չգիտենք, դրանից չի որ մենք պետք է վախենանք, շուտով կասեմ, ինչից մենք պետք է զգուշավոր լինենք։ Դեռ իմ փոշեկուլը երբեք ինձ վրա չի հարձակվել կամ կնոջս վրա չի հարձակվել, նա իր գործը անում է եւ գնում կանգնում է իր տեղը։ Իհարկե կարող է ինչ-որ բաներ լինի, բայց գիտեք, եկեք չստեղծենք մի հատ վախենալու բաներ, որից սկսենք վախենալ։ Դա արդեն լինելու է, դա կա եւ շուտով մենք այդ ամեն ինչ կտեսնենք։ Մենք ապրում ենք վերջի ժամանակաշրջանը, որտեղ գոյություն ունեն, որ ոնց որ ասած դպրոցներ, համալսարաններ, ասեմ ցեզ, որ դպրոցները, համալսարանները ամեն ինչ փակվելու են, որովհետեւ մեծ բյուջե է հիմա տրամադրվում դպրոցներին, համալսարաններին կամ դպրոցական շենքերին, ռեմոնտներին, բյուջեին։ Միգուցե դա կլինի տաստված ես սխալ լինեմ, բայց ասեմ ցեզ, AI ուսուցիչները բարձրանալու են ավելի լավ են սովորացնելու, քան ուսուցիչները։ Ես ինքս պարապում եմ լեզու, ասենք թե ես անգլերենս իմ ավելի շատ խորացնում եմ, որպեսզի կարողանամ արդեն վարժ քարոզեմ, եւ գիտեք ինչ, ամեն երեկո ես զբաղվում եմ անգլերենով ու ինձ արդեն, գիտեք, արհեստական ոնց որ ասած արհեստական բանականության ուսուցիչն է սովորացնում, ասեմ ձեզ ավելի լավ է սովորացնում, ոչ նյարդայնանում է, ոչ ինձ վրա գոռում է, ոչ մի բան, ինքը հասնում է սխալներ շատ գեղեցիկ հասնում է շտկելու իմ սխալները շտկելու, որպեսզի ես ճիշտ արտասանեմ, ճիշտ ասեմ բառերը, եւ գիտեք դա իրականում ինձ դուր է գալի, դա հրաշալի է եւ կտեսնենք, որ ժամանակից հետո այս ամեն ինչը իրականում գնալով վերանալու է ուսուցիչներ, դպրոցներ, ուսումնարաններ եւ մենք պետք է սովորենք, որ մենք փոխանցում ենք մի հատ նոր դարաշրջան, սա նոր ժամանակաշրջան է գալիս, որ մենք իրականում չգիտենք պատրաստ ենք, պատրաստ չենք, բայց այսօր փաստ է, որ դա կա եւ դա լինելու է։ Իրականում փոխվում է ամեն բան, փոխվում է մեր հետաքրքրությունները եւ եկեղեցիները նույնպես փոխվելու են, որովհետեւ որ եկեղեցին կմնա իրականում, որ եկեղեցին կմնա իրականում, շուտով հիմա ես կասեմ, այս սա շատ կարևոր է, որովհետև եթե եկեղեցին բաղկացած լինի միայն փառաբանությունից եւ քարոզներից, իհարկե, գիտեք, արհեստական բանականությունը դրան կփոխարինի։ Առավոտյան դու կարող ես արթնանաս եւ ասես, ուզում եմ այսպիսի փառաբանություն, այսպիսի երգեր, այսպիսի ոճով եւ քո բոլոր պատը կլինի պարզապես միգուցե կմիանա եւ այդպիսի փառաբանություն դու լսես այդպիսի ոճով, դու էլ հետո փառաբանես, հետո ասես այսպիսի քարոզ եմ ուզում, որպեսզի այս մարդը ինձ այս թեման քարոզի, ասենք թե կնոջդ հետ կոնֆլիկտ ես ունեցել եւ խաղաղություն չեք կարողանում գտնել, պարզապես ասես ես ուզում եմ խաղաղության մասին քարոզ եւ այդ րոպե քեզ խաղաղության մասին քարոզ կտան եւ դա այդ ամեն ինչը լինելու է։ Շատ անգամ շատ եկեղեցիներ ասեմ ձեզ կփակվեն, որը հիմնված է մենակ միայն փառաբանության եւ խոսքի վրա, հիմնված չի մի քանի կարևոր բաների վրա, որը ես հիմա մոտենում եմ այդ դրան։ Գիտեք, իրականում այն եկեղեցիները, որոնք տենց են մտածում,
դա շատ շուտ կարող են փակվել եւ առաջ շարժվել։ Նույնպես քարոզները, ես ինքս քարոզիչ եմ եւ բոլոր քարոզիչները ինձ հետ կհամաձայնվեն, ձեզ մի բան ասեմ, որ գիտեք, այդքան արագ, այդքան շուտ, այդքան գեղեցիկ քարոզ գրել ես ինքս չեմ կարող։ Եթե ինչ-որ մի քարոզիչ կա, որ կարող է գրի այդպես, ես նրանց չեմ ճանաչում։ Ես ինքս չգիտեմ, ավելին ասեմ իմ թմի մեջ գոնե, ես նրանց չեմ ճանաչում։ Միգուցե կան, ես չգիտեմ, բայց AI այսօր արհեստական ինտելեկտը ավելի ուժեղ է այդ ամեն ինչը անում, բայց նա չունի օծություն փոխանցելու համար։ Գիտեք, ես մի այսպեսի փորձ կատարեցի, որպեսզի հասկանամ։ Ես արհեստական ինտելեկտին, արհեստական բանականությանը ասեցի, որպեսզի մի հատ քարոզ ինձ քարոզի, եւ այդ հնարավորությունը հիմա կա։ Եվ նա պատրաստեց քարոզ, շատ արագ տևեց երևի 10 վայրկյան, 20 վայրկյան տևեց, նա արագ պատրաստեց այդ ամեն ինչը եւ ինձ քարոզեց այդ քարոզը։ Եվ գիտեք, շատ հրաշալի քարոզ էր, թեման շատ գեղեցիկ էր, շատ գեղեցիկ ինքը ինձ տվեց, եւ դա մոտավորապես 2 շաբաթ առաջ էր, ու ես հետո լսեցի, ասենք թե Ռեյխարդ Բոնկեի քարոզը, դրանից հետո դրեցի լսեցի Ռեյխարդ Բոնկեի քարոզը, ով որ չի ճանաչում, դա մեծ ավետարան չէր, հիմա ինքը երկնքում է, բայց հրաշալի քարոզ էր։ Անցավ 1 շաբաթ, գիտեք ինչ կատարվեց, ինչ որ արհեստական բանականությունը ինձ քարոզել էր, մի բան էլ անգամ չեմ հիշում։ Եթե դուք հիմա ասեք ինչի մասն էր, իրոք դա անգամ չեմ հիշում ինչի մասն էր քարոզում, բայց ինչ որ Ռեյխարդ Բոնկեն քարոզել է, մինչև հիմա ես հիշում եմ, մինչև մա տպավորություն եմ ստացել։ Ուրեմն մենք պետք է իրականում չխաբվենք շատ բաներից, պետք է գտնենք օծությունը, որտեղ է օծությունը։ Գիտեք, մինչև այսօր իրականում շատ հայտնի էր նամանավանդ Հայաստանում, մեր երկրներում, որ մարդը անպայման կրթված պետք է լինի, մարդը պետք է կրթություն ունենա, եւ մենք չենք քայլում, որ մարդը պետք է իմաստուն լինի։ Գիտեք, մենք կրթության հետևից ենք գնում եւ ասում ենք մարդը շատ դաստիարակված է, մարդը շատ կրթված է, վերցնենք միայն կրթությունը։ Այսօր արհեստական բանականությունը ցույց է տալիս, որ ինքը ամենակրթվածն է։ Ուրեմն, եթե ես կրթված մարդու կարիք ունեմ, ես դիմում եմ նրան, ել չեմ դիմում կրթված մարդուն։ Ուրեմն, եթե ինձ պետք է բժշկական ինչ-որ կոնսուլտացիա, ես դիմում եմ նրան, երբ որ պետք է իրավաբանական կոնսուլտացիա, ես նրան եմ դիմում։ Այսինքն, մի բան ես ունեմ, որ ինքը պատասխանում է բոլոր հարցերին։ Եթե դու քո կողքը նստած է իրավաբան, նա կարող է քեզ չկարողանա բժշկական խորհրդատվություն տա, կամ է բիզնես խորհրդատվություն տա, բայց այսօր արհեստական բանականությունը քեզ բոլոր խորհրդատվությունները տալիս է, քեզ ասում է, անգամ եթե դու ուզում ես ճաշ պատրաստես եւ ասում ես ոնց պատրաստեմ այս ճաշը, կարկանդակներս ոնց թխեմ, նա քեզ կասի թե ոնց թխես։ Եթե դու ասես սենց հիվանդ եմ, նա քեզ կասի ինչ անես։ Իմ ընկերս արհեստական բանականության միջոցով դատ շահեց, էլ իրավաբան չվերցրեց, նա արհեստական բանականություն ասում է, սենց ասա եւ դատը շահեց։ Այստեղ Միացյալ Նահանգներում բիզնես դատ էր դա եւ նա իր դատը շահեց արհեստական բանականության միջոցով։ Դուք տեսնում եք, որ հիմա արդեն կրթությունը պարզապես հետ է գնում, մի քիչ հետ է գնում, որովհետև մարդիկ ել չեն օգտվում այդ մարդկանցից, բայց իմաստունների կարիքը բոլորը ունեն։ Արհեստական բանականությունը չի կարող իմաստուն լինի, նա կարող է կրթված լինի, բայց ոչ չի կարող իմաստուն լինի։ Այսօր իմաստունների կարիքը շատեր ունեն։ Մարդկությունը փոխվելու է իրականում, մարդկությունը իզոլացվելու է եւ 4 ձևի կախվածություն է մարդկությունը ստանալու։ Դա սեռական կախվածությունն է, դա ալկոգոլային կախվածությունն է, թմրամոլային կախվածությունն եւ ուտելիքի կախվածությունն է։ 4 տեսակի կախվածություն կա, որ մարդիկ իրականում կախված են լինելու։ Եթե մեկը թմրամոլ չի կամ սեռական ինչ որ կախվածություն չունի, նա կախված կնի ուտելիքից։ Հիմա անգամ կան մարդիկ, որ իրականում չեն կարող անգամ մի հատ ֆիլմ նայեն, եթե ինչ որ մի բան չեն ծամում, անպայման մի բան պետք է ուտեն, որպեսզի ֆիլմ նայեն կամ մի բան։ Աստծո խոսքը ասում է ծոմերով պարապեք ծոմերով, որպեսզի ծոմերով եւ աղոթքներով պարապեք։ Մենք պետք է վարժացնենք մեզ։ Օրինակի համար ինձ մի տղա էր գրել, որ ինքը միասեռության մեջ մեծ
բայց խնդիրներ ուներ, ուզում էր ազատագրվեր, ես նրան մի բան ասի, ինչքանով պատրաստ ես ծոմ վերցնես ինտերնետից, որովհետև իր աղբյուրը գալիս էր, կերակրման աղբյուրը գալիս էր ինտերնետի միջոցով։ Ես ասի, ինչքանով դու կարող ես ազատագրվես ինտերնետից։ Նա ասաց, կարող եմ, ասացի, երբ փորձենք մոտավորապես 10 օր ծոմ վերցնենք ինտերնետից։ Դու կոմպյուտերի մեջ չես մտնում, ոչ մի բան չես նայում։ Եվ նա փորձ արեց, գիտեք ինչ, 5-րդ օրը գրեց, ասում հետաքրքիր է, որ անգամ չեմ էլ մտածում էլ դրա մասին։ Գիտեք, նա սկսեց ազատագրվել։ Ուրեմն, եթե մեղքը չես կերակրում, մեղքը քեզանից գնում է։ Նույնը կերակուրն է, եթե դու կախվածություն ես ուտելիքից, որ առանց գնամ ստեղ ուտեմ, գնամ ընդեղ ուտեմ, նամանալ մեզ մոտ կուլտ է դա դարձել ոնց որ ուտելիքը, գնանք այսինչ տեղը մի հատ ուտենք, գնանք այստեղը մի հատ ուտենք, գնանք այստեղը, եւ այդ ժամանակ դու չես կարող հոգեվոր լինես։ Ուտելիքը վատ բան չի, բայց դու երբեք հոգեվոր չես կարող լինես, եթե միայն կախվածությունը ուտելիքի մեջ է, որովհետեւ Աստված խոսում է, ծամելուց Աստված չի խոսում, Աստված խոսում է, երբ որ դու քո հոգեվոր աշխարհը բաց է, իսկ մենք գնանք այստեղ ուտենք, գնանք այնտեղ ուտենք, գնանք այնտեղ ուտենք, այդ ժամանակ մենք փակվում ենք։ Հələ փորձի մի օր ծոմ վերցրու, ծոմապահության ժամանակ դու գիտես ինչ կնկատես, դու կնկատես, որ դու հոգեվոր աշխարհի համար բաց ես, սոված ես, բայց հոգեվոր աշխարհի համար բաց ես եւ շատ բաներ կհասկանաս, շատ բաներ կստանաս։ Հիմա սիրելիներս, Միջ անցնեմ եւ ասեմ ինչ ենք մենք անելու եւ ոնց ենք մենք անելու, ասեմ ցես որ մարդիկ վախեցած են հիմա այդ ժամանակ վերջին օրերին ոնց ենք մենք ապրելու, ասենք թե ես ուսուցիչ եմ, եթե չունենամ գործ, աշխատավարձ չունենամ, ինչ եմ անելու, կամ էլ ասենք թե մեծ մասնագիտություններ կգնան այսօր իրականում։ Ես տեսա Չինաստանում ռոբոտներ են հանել, ովքեր վարսահարդարներ են, միանգամից մարդու մազերը կտրում են, կան ռոբոտներ, որ մանիկյուր են անում, մանիկյուր մատերը մարդիկ մտնում են մեջը եւ ինքը մանիկյուր անում եւ այդ ամեն ինչ արդեն ստեղծված է։ Հիմա մեկը եթե ինքը վարսահարդար է, կմտածի կասի, բայց ինչ պետք է անեմ։ Լսի, տես մի մտածի։ Դու մտածի, եթե դու վարսահարդար ես, բարձրապես առաջի մեքենան դու կառնես, թող մեքենան աշխատի, իսկ դու կնստես։ Իրականում հնարավորություն ունենալու եք ամեն մեկը մեքենան ձեր տեղը հնարավորություն ունենալու աշխատելու, բայց մարդը գնահատված առնելու։ Հիմա եթե աշխատանք չունենամ, ի՞նչ է լինելու։ Կերակուրը շատ ալնելու իրականում, որովհետև այսօր քիմիկական կերակուրը այնքան արտադրվում է, մարդիկ սովորում են քիմիկական կերակուրը, բայց բացի դրանից Աստված այս երկրին տվել է, աշխարհին տվել է առատություն։ Գիտեք, աշխարհում այնքան բանան կա, որ ամեն մարդուն ամեն օր բանան է հասնում։ Աշխարհում այնքան միս կա, որ ամեն մարդուն միս է հասնում։ Աշխարհում այնքան կատնամթերք կա, որ ամեն մարդուն կատնամթերք հասնում։ Բարձրապես շատ է թափվում ամեն ինչը, որպեսզի միջազգային շուկայում գինը չընկնի։ Ես կարծում եմ, հենց հակաքրիստոսի ճանապարհը դա է լինելու, երբ որ գա, ասի, ես ձեզ ուզում եմ ապահովեմ ուտելիքով, ուտելիքը ձրի է լինելու, հագնելիքը, խնդրեմ, մի 4-5 ձևի հագուստ անելու բոլորի համար, բոլորը կարող են հագնեն։ Մարդկանց մտածելակերպը հասնելու է մինիմալիզմի։ Ինչ է մինիմալիստական մտածելակերպ, այսօր իհարկե ժամանակ չկա դրա մասին խոսամ, բայց մինիմալիստական մտածելակերպը ամեն ինչ փոքր լինի։ Օրինակ հիմա հին սերունդը մտածում էր օրինակ կամ դուք մտածում եք մեծ տուն ունենամ, մեծ այգի ունենամ, մշակեմ, բայց գալիս է սերունդ, որ իրանք ուրիշ ձև են մտածելու։ Փոքր տուն, մի փոքր զալ, մի փոքր ննջարան, մի փոքր խոհանոց, կարևորը պարզապես ես մի հատ աթոռ ունենամ նստեմ կամ բասկաթոռ ունենամ նստեմ եւ լինեմ իմ կոմպյուտերի մեջ կամ իմ ֆիլմերի մեջ, իմ աշխարհի մեջ, սոցիալ մեդիայի մեջ լինեմ կամ մյուս բաների մեջ։ Մարդկանց ուղեղը լինելու է մինիմալիստական եւ մինիմալիզմով բոլորին կարող են ապահովել եւ տաներով եւ ամեն ինչով։ Դուք ասես, բայց դա չէ որ շատ լավ ժամանակաշրջան է։ Այո, ինչ որ տեղը լավ ժամանակաշրջան է մարդկային պարզապես մարմնավոր կյանքի համար, բայց ամենավտանգավորը, որը տեղ սկսվելու է, իզոլյացիան է սկսվելու, որ մարդիկ իզոլացվելու են իրարից, մարդկությունը իրարից իզոլացվելու է, եւ հենց այստեղ մենք սպասում ենք մեծ արթնությանը եւ մենք պատրաստվում ենք մեծ արթնությանը, որովհետեւ մարդը կանչված չի մենակ լինելու, մարդը միշտ պետք է կողքը մարդ ունենա։ Եվ այդ իզոլյացիան, որ կա, բերելու է կախվածություն, թմրամոլներություն, ալկոգոլ, սեռական, ուտելիք եւ մարդը մի բան պետք է անի, այդ կոմպյուտերի մեջ նստած մի բան պետք է անի։ Բացի դրանից գալու է մեծ դեպրեսիա մարդկանց կյանքում, շատ ինքնասպանություններ են, շատ բարձրանալու ինքնասպանությունները, ամենտեղ կախվածություն, որ քեզ մեկը խորհուրդ տա, եւ գիտեք ինչ, օրինակ իմ սերունդը կամ ինձ ցածր սերունդ, մի քիչ բարձր սերունդ, սովոր է մտածել, ինքը մտածել շատ բաների համար եւ արհեստական բանականությունը օգտագործում է որպես գործիք իհարկե, բայց գալու է սերունդ, փոքր սերունդը, ձեր երեխաները, որ հիմա մեծանում են, իրանք մտածել չեն իմանալու, որովհետեւ ամեն ինչից արհեստական
բանականությունն են հարցնելու։ Այս վերջերս ես մի երեխայի հարց տվեցի մի գրքի մասին, գեղարվեստական գիրք էր, ասեցի, կարդացել ես այդ գիրքը, երեխա իմ համար է երեխա, իհարկե դա երիտասարդերն է, ասեց ոչ, ասեցի խորհուրդ եմ տալի կարդաս եւ մենք զրույց ենք անում ուրիշի հետ, դա միտեղ ենք մենք գտնվում, մի կես ժամից նա եկավ, ասում է, ես գիտեմ այդ գիրքը ինչի մասն է, պատմեց ինձ այդ գիրքը։ Մի անգամից բանականության հարցեր տվել եւ նա ասել էր, ինֆորմացիոն նա իմացավ այդ գիրքը ինչի մասին է եւ ինքը էլ չուզեց կարդա, բայց այնտեղ այդ գրքի մեջ կային շատ մանրուքներ, որ նա չիմացավ դրա մասին, որը փոխում է բնավորությունը, որը փոխում է կյանքդ, որը փոխում է իրականում քո էությունը, քեզ լավ բաներ է տալիս, նա դա չիմացավ, նա իմացավ պարզապես միայն վերնագրերը։ Իհարկե մենք սովոր ենք վերնագրերով ապրել։ Ուրեմն մենք սպասում ենք մեծ արթնությանը հենց այդ ժամանակ։ Եկեղեցին պետքա լինի հենց այնտեղը, որտեղ մարդիկ հավաքվելու են։ Գիտեք ինչ, եթե այսօր մենք փոխենք, որ on-line է եկեղեցին, չնայած ես հիմա փառք Աստծո տեխնոլոգիայի համար ես այսօր քարոզում եմ, դուք լսում եք այնտեղ, բայց սա միայն քարոզ է, սա միայն խորհուրդներ է, որ սա լինելու է, սա մնալու է, բայց եկեղեցու զորությունը, երբ որ մենք մեկտեղ ենք գալիս, մարդիկ ման են գալու, որտեղ կարող են գնանք, որ մեկտեղ հավաքվենք, որովհետև համերգները տեղափոխվելու են տուն կամ ինչ որ մի հատ շոու տեղեր են լինելու, ֆիլմերը նույնպես շատ անգամ տեղափոխվելու են, ամեն բան փակվելու է եւ այն բանին, որ մենք սովոր ենք, էլ չի լինելու, մենք սովորելու ենք արդեն ինչ որ ձև ուրիշ ձև ապրելու, բայց մարդիկ ման են գալու շփում, որտեղ շփվենք, որտեղ խոսանք, որտեղ ապրենք եւ մարդ տեսնելու են մարդիկ լինելու։ Այսօր մի տարիներ առաջ COVID-ը դա ոնց որ ասած մեծ պարապմունք էր, մեծ ուսումնասիրություն էր մարդկությունը ոնց կլինի, երբ որ իզոլացվի եւ ողջ աշխարհը իզոլացված էր, դուք հիշում եք այդ ժամանակաշրջանը։ Եվ այդ ժամանակաշրջանում բոլոր դասերը on-line գնացին, եկեղեցիները on-line գնացին եւ մարդիկ ինչ տեսան, որ մարդիկ կարիք ունեն դուրս գան ինչ որ մեկի հետ շփվելու, ինչ որ բան խոսալու։ Եվ այսպեսով կան բաներ, որ արհեստական բանականությունը երբեք չի կարող այդ բանը անի։ Եվ մենք պետք է մեր ներսում զարգացնենք այն, ինչ որ արհեստական բանականությունը երբեք չի կարող անի։ Ես ում կարդամ ձեզ մի քանի աստվածաշնչյան տեղեր եւ դուք տեսնեք ինչա գրված։ Նախ եւ առաջ ուզում կարդեմ Մատթեոս ավետարանի 18-րդ գլուխ 20-րդ խոսքը, որովհետեւ ուր որ 2 կամ 3 հոգի իմ անունով ժողոված լինեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Ուրեմն Աստծո խոսքը ինչ ասում, որտեղ 2-ը եւ 3-ը իրար հետ հավաքվեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Միթե Աստված չգիտեր այս ժամանակաշրջանը, որ գալու է իզոլացված է մարդիկ լինելու, իրաց մտածելակերպի մեջ մինիմալիստական մի տեղ նստած, ինչ որ պարզապես օգտագործում են տեխնոլոգիաները, որպեսզի ապրեն եւ ասեն ինձ ոչ մեկ էլ պետք էլ չի եւ գրված է, որ Աստծո խոսքը ասում է, որտեղ 2-ը 3 հավաքվեն։ Ինձ թվում է, որ Աստված շատ լավ է գիտեր, որ գալու այդ ժամանակները եւ առաջ միգուցե դրա կարիքը չկար, մտածում ենք, սենց դրես մարդիկ իրար հետ են հավաքվում, մարդիկ իրար հետ փառաբանում են Աստծուն կամ մի բան անում, չէ՞, բայց հիմա գալիս է ժամանակ, որ այստեղ ավելի ակտուալ է դառնում, որ եթե մարդիկ իրար հետ չեն, Աստծո ներկայությունը չկա, գրված չի, որ ինտերնետում իրար հետ լինեն, գրված է, որ երբ որ իրար հետ մեկտեղ ժողովեն իմ ներկայությունը կլինի։ Մենք կարող ենք օրինակի համար դասեր տանք ինտերնետով, սովորացնենք, քարոզենք, բայց Աստծո ներկայությունը գալիս է իրականում իրար հետ հավաքվելուց։ Երկրորդ բանը, որ կուզեմ կարդամ, սա բանալի տեղ այստեղը, իրականում Գործ Առաքելոցի 2:42-43 եւ միշտ հետևում են առաքյալների վարդապետությանը, հաղորդությանը, հացի կտրելուն աղոթներին եւ ամեն անձի վրա վախ եկավ, շատ հրաշքներ եւ նշաններ էր գործում առաքյալների ձեռով։ Ուրեմն շատ հրաշքներ լինում գրված է առաքյալների ձեռքով այդ ժամանակաշրջանը։ Հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որ նորից գալիս է։ Տեսեք, ինչի են գնում առաքյալների վարդապետությունը։ Նախ եւ առաջ եկեղեցին երբեք Աստծո խոսքը չպետք է հեռանա եկեղեցուց։ Կան եկեղեցիներ, ես այս վերջերս մի հատ քարոզ լսեցի, գիտեք ինչ է տեսա, որ անգամ Աստծո խոսքը չկարդացին։ Եվ միայն քարոզը չի, այսօր հարց է ծագում, եկեղեցին ինչքանով է ուսումնասիրում Աստծո խոսքը, կան երիտասարդներ, որ կյանքում երևի մեկ անգամ Աստվածաշունչը չեն վերջացրել կամ ավետարանը չեն վերջացրել։
եւ գրված է հետեւել Աստծո վարդապետությանը։ Եթե Աստծո վարդապետությանը հետևեն, բոլորը ստույգ կանգնած կլինեն Աստծո մեջ եւ երբեք այդ ժամանակները նրանց չի վնասի։ Հակաքրիստոսի ժամանակներ, ես կասեմ ձեզ, հակաքրիստոսի մուտքը այդպես է։ Խոսք ասում է, անգամ մարդիկ մտածելու են, որ երկնքի արքայությունը արդեն եկել է, արդեն հասել է, բայց չխափնվեք, ամեն տեղ խաղաղություն է լինելու, հացի կշտություն, անհոգ հանգստություն, այդ ամեն ինչը լինելու է։ Բայց ինչքանով մենք կարող ենք Տիրոջը ծառայել եւ սпасել Տիրոջը այդ ժամանակ որպես հարս եկեղեցի։ Եվ մարդկանց մենությունը բերելու է իրականում ինքնասպանության եւ շատ վատ բաների, մարդիկ դեպրեսիայի մեջ են լինելու։ Սողոմոն իմաստունը գիտեք ինչ ասեց, կյանքումս ամեն ինչի ասա, բայց այդ ամեն ինչը ունայնության էր։ Վերջը գիտեք այս տեխնոլոգիական զարգացումը ուր է բերելու ունայնությանը։ Իսկ ունայնության պատասխանը ով է տալու։ Միայն վարդապետությունը, ուսմունքային վարդապետությունը, երկրորդը շփում, գրված է, իրար հետ մեկտեղ հավաքվում են եւ շփվում էին։ Այսօր մեր տնային խմբակները, եկեղեցին պետք է կառուցի շփում։ Այն եկեղեցին, որը շփում չունի, իրականում շուտով նա չի կարող դիմանա։ Մենք պետք է ավելի շատ կառուցենք փոքր շփումներ։ Հիմա եկեղեցով մեծ հավաքված ենք, տնային խմբակները փոքր շփումներ է։ Փառք Աստծո, Հայաստանում ամառները մենք իրար հետ գնում ենք, բնության գիրկը շփվում ենք, դուրս ենք գալի մի վազի տուն, որպեսզի տուն գնաս, իրականում հավաքվեք, շփվեք, խոսացեք։ Ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի հատ հետաքրքիր բան տեսա, երկու եկեղեցի, մեկը շատ մեծ եկեղեցի էր, ամերիկական եկեղեցի էր, մյուսը ոնց որ ասած իսպանախոս եկեղեցի էր, երևի մեքսիկացիների եկեղեցի էր։ Եվ այդքան է մեծ չէր, փոքրիկ երկու մոտ 100-ից 150 հոգանոց եկեղեցի էր։ Գիտեք, երբ որ ամերիկական եկեղեցին պրծավ, որը կախված էր միայն փառաբանություն, խոսք ասեցին եւ գրացին տուն, միանգամից իրանց ոնց որ ասած պարկինգը դատարկվեց, մեքենաները բոլոր գնացին տուն։ Իսկ մեքսիկական այդ իսպանախոս եկեղեցին երբ որ ծառայությունը վերջացրեց, գիտեք ինչ կատարվեց։ Նրանք սարքում էին իրանց ազգային կերակուրները կամ բան, բոլորը դուրս եկան, իրար հետ շփվում էին, անցել էր 2-3 ժամ, ոչ ոք տուն չէր ուզում գնալ։ Հիմա հարց է ծագում, որ վերջին օրերը գա, գիտեք որ եկեղեցին կմնա, ասեմ ձեզ, այն ինչ որ այն եկեղեցում կա, մեծ եկեղեցում, տունն էլ կարող ես տեսնել ինտերնետով։ Իսկ ինչ որ այն եկեղեցում կա, այդ իսպանախոս եկեղեցում, տունը դա չկա, իրականում այդ շփումը տունը չկա։ Ով որ ինձ ճանաչում է, շատ լավ գիտի, որ այս տարիների ընթացքում այս բանը խոսացել եմ։ Միշտ ասել եմ, եկեղեցի առանց պատերի, արթնություն առանց երեսների եւ մեծ արթնություն ենք մենք սпасելու։ 15 տարի առաջ ես ամեն ինչ ես տեսել եմ, որ սենց բաներ կատարվելու է եւ հարցրեք բոլորին, ովքեր ինձ ճանաչում է, առաջի օրը չի, որ այս բաները խոսում եմ։ Ուրեմն Աստծո խոսքի գիտելիքներ ունենալը շփումը, որը շատ կարևոր է, որպեսզի մենք ունենք փոքր շփումներ, հետո հացի կտրելուն հաղորդությունը եկեղեցուց մի հանեք սիրելիներս, հաղորդությունը պետք է լի եկեղեցու ներսում։ Ինչ որ մեկը ասի, ես տունը կարող եմ կնոջ հետ հաղորդություն անեմ, այո կարող ես, բայց իրար հետ հավաքվելը շատ կարևոր բան է, հաղորդությունը։ Հետո աղոթքները, Փառք Աստծո, հիմա աղոթքները միաբանվել է։ Ես նայում եմ այստեղ աղոթքները, այնքան մարդ են գալիս աղոթքների, ուրեմն մենք պետք է միաբան աղոթող լինենք, որտեղ 2-3 հավաքվեն, այնտեղ Աստված ներկա է, նրանց մեջ է։ Եվ եկեղեցին պետք է ունենա աղոթք, ուրեմն առաջինը խոսքն է, երկրորդը շփումը, երրորդը հաղորդությունը, չորրորդը աղոթքներն է, որ պետք է աղոթքները մեզ միաբանի, որտեղ 2-3-ը միշտ իրար հետ պետք է գան աղոթելու համար։ 5-րդը օծությունն է։ Գիտեք ինչ կա, սատանան ամեն ինչ կարող է տա, բայց օծություն չի կարող տա։ Նա կարող է կոպիան անի, բայց օծությունը չի լինելու։ Նա կարող է մարդ ստեղծի, տղամարդ կին ստեղծի, իհարկե արդեն ես ոնց որ նայեցի չինացիները ստեղծում են, բայց մարդկային օծությունը չի լինելու։ Նույնպես օծությունը եկեղեցու չպետք է հեռանա։ Եթե այս 5 կետը կա, ուսմունքը, աղոթքները, ամեն ինչ կա, շփումը, օծությունը կլինի Տիրոջ, որտեղ 2-3-ը Տիրոջ օծությունը այնտեղ է լինելու։ Հետո Սուրբ Հոգու պարգևները, Սուրբ Հոգու 9 պարգևները շատ կարևոր են։ Մենք սկսելու ենք արդեն սովորացնել Սուրբ Հոգու 9 պարգևների մասին, եւ դուք պետք է սովորած լինեք, եւ դուք պետք է նախանձավոր լինեք եւ այդ պարգևներով ծառայեք մարդկանց։ Եվ այդ ժամանակ բոլորը գալու են եկեղեցի պարզապես մարդ տեսնելու, օծություն տեսնելու, Աստծո հետ շփում ունենալու։ Նույնպես մարդկանց մոտ հարց է գալու, լավ, վերջը ուր։
մայից հետո ուր եւ մարդիկ վախի մեջ են ապրելու, իսկ եկեղեցին ունենալու է պատասխան։ Ուրեմն սիրելիս Տիրոջ եկեղեցին երբեք չի կանգնի այդ ժամանակաշրջանների մեջ, որովհետեւ մենք պետք է սկսենք ապրել Աստծո խոսքով։ Իհարկե տեխնոլոգիական զարգացումը կգա, ամեն ինչը կգա, բայց այն բանը, որ կանչված ենք անենք, մենք պետք է անենք։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք գործ կարաքելոցում, չկար ոչ մի զարգացում, ոչ մի տեխնոլոգիա չկար, բայց մարդիկ իրար հետ հավաքվում էին։ Այնտեղ անգամ փառաբանությունը երևի տենց փառաբանության խումբ գործիքներ չկա, բայց մարդիկ հավաքվում էին իրար հետ խոսում էին Աստծո խոսքը եւ Տիրոջ օծությունը միշտ նրանց հետ էր։ Տերը այսօր մեզ հետ է, Աստված մեզ չի թողի։ Այդ ժամանակաշրջանում ես սպասում եմ մեծ արթնության։ Ես չեմ ուզում ձեզ վախացնեմ, ասեմ լինելու է մահ, մահատարաժամներ, պատերազմներ, այդ ժամանակները վերջանալու են սերներս, լինելու է առատություն։ Ես ձեզ այսօր խոսում եմ առատության մեջ, ոնց փառաբանենք Տիրոջը, ոնց երկրպագենք եւ ոնց իրար հետ լինենք, որպեսզի չկորցնենք Աստծո ներկայությունը մեր կյանքերի մեջ։ Եվ ուզում եմ երկու տեղ էլ կարդամ, որը շատ կարեւոր է եւ վերջացնեմ։ Եբրայեցիս 10:25-ում գրված է. «Եվ չթողեք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորությունն է, բայց իրար հորդորեք եւ այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է»։ Տեսեք, խոսքը ասում է, օրը մոտեցել է, վերջին օրը մոտեցել է, իրար հորդորեք, իրար պահեք, ասում է, ինչքան հնարավոր է, եւ չթողեք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորությունն է։ Միգուցե այսօր դու ինձ լսում ես եւ քո սովորությունն է ծառայության չգնաս։ Եվ գիտեք, Աստծո խոսքը ասում է, դա արդեն դառնում է սովորություն։ Սկզբից սատանան քեզանից կգողանա Աստծո խոսքը, դու էլ Աստծո խոսք չես կարդալ, հավես չես ունենա, կգաս պարզապես Աստծո ամեն ինչի համար ժամանակ ունես, Աստծո խոսքի համար ժամանակ չունես, որովհետև գիտեք, TV-ն հետաքրքիր է, ինտերնետը հետաքրքիր է, սոցիալ ցանցերը հետաքրքիր է, անգամ այսօր ռոբոտները խանգարել են դու կնոջդ հետ շփվես, պարզապես ինչ է ռոբոտ այսօր քո ձեռքը կա այդ հեռախոսը, եթե դու ուզում ես նրա հետ շփվես, խոսաս, գրկես, քեզ էս ռոբոտն է խանգարում, այն սոցիալ ցանցն խանգարում, այն սոցիալ ցանցը դու միշտ պետքա տեսնես ով ինչ է անում եւ գիտեք ինչ դա խանգարում անգամ մենք մեկս մյուսի ձեռքը վերցնենք, մեկս մյուսի ձեռքը բռնենք։ Սիրելիներս դա ահավոր է։ Դրա համար սիրելիներս պետքա չթողենք մեր իրար հետ ժողովելը, ընտանիքում չթողես իրար հետ ժողովելը, քո ցեղը հավաքիվ ժողովեք իրար հետ, եկեղեցում չթողեք իրար հետ ժողովելը, որովհետև գրված է մի քանիսը սովորությունն են։ Եթե այսօր քո սովորությունն է, մի վարակի ուրիշներին քո սովորությունով, այ պարզապես վեր կա արի եկեղեցի, թեկուզ քո դուր այդքան չի գալիս, բայց արի եկեղեցի, որպեսզի լինես Տիրոջ սովորության մեջ, ոչ թե քո սովորության մեջ։ Սկզբից սատանան քեզանից կուղղանա Աստծո խոսքը, դու էլ չես կարդա Աստծո խոսք, հետո աղոթքը, հետո եկեղեցի գալը, հետո պարզապես երկրպագելը ու քիչ-քիչ դու իջնես ներքև չես էլ զգա թե ոնց ես իջնում։ Ուրեմն սերից փոխի սովորությունը արի եկեղեցի ոչ թե քեզ համար, քո ապագա ցեղի համար, մարդկանց համար, քո քույր եղբայրների համար, արի եկեղեցի քո ներկայությունով օրհնի եկեղեցին։ Եթե դու ուզում ես, որպեսզի Տերը օրհնի քեզ, դու էլ քո ներկայությամբ օրհնի ուրիշին, որովհետև դու այն երկրորդն ես, այն երրորդն ես, որի պատճառով Աստծո ներկայությունը գալիս է քո կյանքի մեջ։ Եվ վերջը ուզում կարդամ վերջի տեղը Ծննդոց 2:18 եւ Աստված ասեց լավ չէ որ մարդը մենակ լինի նրա նման մի օգնական շնորհ իրեն հարմար։ Տեսեք, Եդեմի պարտեզը դրախտ էր, բայց Ադամը գտնվում էր դրախտային մենության մեջ իրականում, մենության մեջ էր։ Պարզապես մարդիկ մտածում են, եթե ես ունենամ սա էլ մարդու կարիք չունեմ։ Ես երբ որ խոսում եմ վերջի օրերի մասին, որ ռոբոտները ոնց են իրականում արհեստական ինտելեկտը, ռոբոտները ոնց է աշխարհը վերցնելու, մի քանի մարդիկ ինձ ասում են, բայց մարդկանց կարիք էլ չենք ունենա, ելում է պետք։ Գիտեք, ասում եմ, դուք սովոր եք մարդկանց օգտագործել, դրա համար ես մտածում մարդու կարիք չեն ունենա։ Մեկը քեզ մատուցի, մեկը քեզ սովորացնի, մեկը քեզ էս անի, մեկը քեզ էս անի։ Իսկ դու սովոր ես մարդու հետ շփվես։ Գիտեք, այսօր մարդիկ դրախտ ուրիշ ձև են պատկերացնում, բայց պատկերացեք Աստվածային դրախտի մեջ գրված է, որ Ադամը մենություն էր զգում, մենակ էր։ Կար Աստծո ներկայությունը, գիտեք, ոչ մեկը Աստծո չի զբոսնում։ Նա զբոսնում էր Աստծո հետ, նա դրախտում էր ու մենակ էր իրան զգում։ Եվ Աստված չասեց Ադամ, ինչա ես քեզ հերիք չեմ։ Ոչ, Աստված հասկացավ, ասում է նա մենակ է, որպեսզի Ադամը կատարելն ես մենությունից պետք է հանեմ։ Այսօր մենք բոլորը ձգտում ենք առաջի Ադամի մենության մեջ մտնենք, բայց Աստված մենությունից հանեց նրան, տվեց կնոջը եւ ստեղծեց կինը եւ նա մենակությունից դուրս եկավ եւ նա երջանիկ դարձավ այդ ժամանակ։ Սիրելիս, ուրեմն վերջի ժամանակները մարդիկ մենության մեջ են լինելու, բայց խոսքը ասում է լավ չի մարդը մենակ լինի։ Խոսքը ասում է երկուս ավելի լավ է, քան մեկը։ Աստծո խոսքը ասում է երկուսը կռվեն, կհաղթեն, բայց մեկ ինչպես։
կտականա անգամ ցուրտ եթե լինի մեկը ինչպես կտականա շատ տեղեր կա որ Աստված ուզում է որ 2 կամ 3 լինեն ուրեմն սիրելիներս վերջի ժամանակները երբեք մի վախեցեք այ ավելի շատ զինվեք որպեսզի Սուրբ Հոգու պարգևները ձեզ վրա լինի Աստծո խոսքը իմանաք աղոթքներ ունենաք շփում ստեղծեք անգամ տունը եթե քո դատարկը մենակ ես ապրում հավաքի տնային խմբակ քո տան մեջ կամ էլ հավաքի քո քուրեր, եղբայրներին, ընկերներիդ, բարեկամներիդ, ասա եկեք իմ տուն թեյ խմելու, ինչ որ մեկին հրավիրի, ինչ որ մեկին կանչի, որպեսզի քո մենակությունը լցվի ինչ որ բանով։ Մենք պետք է լցնենք ուրիշի ներկայությունով նույնպես, սիրելիներս։ Եվ վերջին ժամանակները իհարկե հետաքրքիր ժամանակներ են, շատ անգամ վախենալու, բայց ոչ մեզ համար, որտեղ մենք այսօրվանից սկսում ենք պատրաստվել վերջին օրերին, թե ոնց է լինելու այդ առատությունը, այս զարգացումները որ գա, ոնց մենք պահենք մեր աստվածապաշտությունը եւ մեր եկեղեցու զորությունը, որտեղ Աստծո խոսքը ասում է, Աստծո եկեղեցին դժոխքի դռները չեն կարող հաղթեն։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս, այդքան բանով ուզում եք իսվեի, բայց հիմա կցանկանամ աղոթք կանեմ ձեր ամեն մեկի համար, պարզապես փակեք ձեր աչքերը եւ ընդունեք այս աղոթքը։ Հայր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով ես խնդրում եմ օրհնես իմ քույր եղբայրներին, որ այսօր Հայաստանում են եւ ովքեր դիտում են ինձ։ Այսօր ես բարձրացնում եմ իմ աղոթքը իմ քույր եղբայրների եւ բոլոր մարդկության համար, որ այս վերջի ժամանակների արհեստական ինտելեկտի կամ բոլոր ռոբոտային զարգացումների մեջ մենության մեջ չընկնեն Տեր, չմեկուսացվեն, այլ լինեն քո եկեղեցու մեջ Տեր իմ Աստված։ Խնդրում եմ իմ քույր եղբայրների համար, որպեսզի Սուրբ Հոգու պարգևներով լցված են եւ այս պարգևներով ծառայեն։ Շուտով մարդկությունը մեր կարիքն ունենալու։ Մենք հիմա հասկանում ենք ինչ է նշանակում, որ դու ասես դուք եք աղը եւ լույսը։ Այս անհամ ամեն վիճակի մեջ թույլ տու մենք աղ լինենք Տեր։ Այս խավարը որ գալիս է, թույլ տու որ մենք լույս լինենք Տեր իմ Աստված։ Լուսավորենք եւ համովացնենք Տեր իմ Աստված եւ մարդկանց բերենք դեպի քեզ, որ մարդիկ ճանաչեն քեզ միակ Աստված եւ քո հարց եկեղեցին զորանա եւ մենք սպասենք քո գալստյանը, որը շատ շուտով կլինի։ Օրհնիմ քույր եղբայրներին, որպեսզի պատրաստեն իրենց սրտերը Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ սիրելիներս, եղեք Աստծո հետ։ Սիրում եմ ձեզ եւ շատ մեծ ոնց որ ասած կարոտով գրկում եմ ձեզ ամեն մեկին Տիրոջ օրհնությունը ձեզ վրա։